Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք 3 թեմայի։ Նախ կխոսենք Հայաստան այսպես կոչված ադրբեջանական քաղաքասարակության առաջնորդների կատարած այցի մասին, այնուհետև կքննարկենք մի քանի շաբաթ առաջ Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհը, հաղորդումը կեզրափակենք անցած շաբաթավերջին Հովանավանք վարչապետի կատարած այցով։ Անցյալ շաբաթ Ադրբեջանից առաջին ուղիղ չվերթով Երևան ժամանեց Բաքվի ռեժիմի գործակալների մի խումբ, որոնք ձևանում էին որպես ադրբեջանցի քաղաքասարակության առաջնորդներ։ Երևանում նրանք հանդիպեցին վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և պետական պաշտոնյաների հետ։ Նախքան այս մասին խոսելը թույլ տվեք մի քանի բան հստակեցնել։ Ես բացարձակապես ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ որևէ հայ, այդ թվում ես, կարող է հանդիպել ադրբեջանցիների հետ, նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք մեզ հետ համաձայն չեն բոլոր հարցերում։ Ես անշուշտ որևէ առարկություն չունեմ, որ մեր իրական քաղաքասարակությունը նրանց իրական քաղաքասարակության հետ երկխոսի։ Անշուշտ որևէ առարկություն չունեմ նաև, որ Հայաստանի պետական պաշտոնյաները երկխոսեն Ադրբեջանի պետական պաշտոնյաների հետ, սակայն անկախ վերենշվածից կոնկրետ այդ այցը ամոթալի էր։ Ինչու եմ նման բան ասում, որովհետև իրականում այդ երկրի իրական քաղաքասարակության բոլոր առաջնորդները բանտերում են։ Դրա լավագույն օրինակը Բահրուս Սամադով անունով հրաշալի մարդն է, որը խաղաղության կողմնակից է և փաստացի բանտում է, հայերի հետ շփվելու մեղադրանքով։ Այս հանգամանքը բավականին հետաքրքիր է հաշվի առնելով, թե ինչ էին անում Ադրբեջանի ենթադրյալ քաղաքասարակության այդ ներկայացուցիչներն այստեղ։ Իրականում Երևան էին այցելել պետության կողմից հովանավորվող խաբեբաներ, ոչ թե ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Հայաստանի և հայերի նկատմամբ պատելություն քարոզելու ռեժիմի ներքին հռետորաբանությունում ոչինչ չի փոխվել, և նման այցը նրանց թույլ է տալիս փաստացի ներկայանալ որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ, ինչն այդպես չէ։ Նման հանդիպումներ անցկացնելով մենք իրականում լեգիտիմացնում ենք այն մարդկանց, ինչն անելու իրավունք չունենք։ Բացի դրանից մենք միշտ պետք է խուսափենք ցանկացած հանդիպումից, որը բարոյական կեղծ համարժեքություն է ստեղծում մեր երկու հասարակությունների և երկրների միջև։ Շարունակվող տեղեկատվական պատերազմի պայմաններում, ինչն ակնհայտորեն արտացոլում է այս իրավիճակը, մենք պետք է միայն կենտրոնանանք մեր երկու երկրների միջև տարբերությունները շեշտադրելու, ոչ թե կեղծ համեմատություններ անելու վրա, որոնք մեզ համար ոչ մի նպատակի չեն ծառայում։ Հակառակը, ծառայում են միայն մյուս կողմի շահերին։ Գիտեք, մենք իրականում ստուգել ենք անցած շաբաթ Երևան այցելած այդ մարդկանցից շատերի անցյալը։ Նրանց մեծ մասը ադրբեջանական ռեժիմի աջակցությունը ստացող ֆաշիստներ են, ոչ ավելին։ Նրանց բոլորին աջակցում էր Արևմտյան Ադրբեջանի հորինված համայնքը։ Նրանցից շատերը նախկինում գրառումներ են արել, հայտարարելով, թե Հայաստանը և բոլոր հայերն ահաբեկիչներ են, և նրանք բոլորն ակնհայտորեն կողմ են, որ մեր հայ գերիները պահվեն Բաքվում։ Բայց նրանից մեկն առանձնանում էր՝ հմայիչ Դիլարա Էֆենդիևան, որը փաստացի մասնակցել է Արցախի շրջափակմանը։ Նա բնապահպան կեղծ ակտիվիստներից մեկն էր, ինչն ինձ մոտ հարց է առաջացնում. ինչու նրան մեղադրանք չներկայացվեց Հայաստանում։ Նորմալ երկրում այս մարդուն մեղադրանք կներկայացվեր։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ինչ կարող ենք ասել այս ամենի մասին։ Բայց ինչ անազնիվ ֆարս է այս ամենը։ Այժմ խոսենք մյուս թեմայի մասին։ Մի քանի շաբաթ առաջ Նուբարաշենի աղբավայրում հսկայական հրդեհ բռնկվեց, ըստ երևույթին հրկիզման հետևանքով։ Հրշեջներից մոտ 2 օր պահանջվեց կրակը մեկուսացնելու, ապա մարելու համար։ Այդ նպատակով մոտ 1400 տոննա ջուր և 900 բեռնատար հող օգտագործվեց։ Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, շաբաթ կեսօրին մոտ քաղաքի կենտրոնում օդի որակի ինդեքսը հասել էր 105-ի, որն անբարենպաստ է համարվում զգայուն խմբերի համար։ Հավանաբար իրավիճակը շատ ավելի վատ էր, քանի որ շատերն այդ շաբաթավերջին քաղաքից դուրս եկան թունավոր ծխից խուսափելու համար։ Սրանք այն մարդիկ են, որոնք գնալու տեղ ունեին։ Նուբարաշենի աղբավայրն իրականում անօրինական է։ Այն բացվել է 1950-ականներին և այժմ ամեն օր ընդունում է մոտ 1000 տոննա չտեսակավորված թափոններ, այդ թվում պլաստիկ, տեքստիլ, բժշկական թափոններ և օրգանական նյութեր։ Օրգանական այդ թափոնների քայքայման արդյունքում առաջանում է մեթան, որը դյուրավառ գազ է, ինչը տարածքում հրդեհների հավանականությունն ավելի է մեծացնում։ Երկարաժամկետ կտրվածքով հրդեհները կանխարգելելու համար այդ գազը պետք է հավաքվի, ընդ որում մեծ ծավալով, օրգանական թափոններն ավելի լավ տեսակավորվեն և թափոնների մշակման ժամանակակից կայաններ կառուցվեն։ Նախորդ փորձերը, այդ թվում վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Երևանի կոշտ թափոնների կառավարման 2015-ի նախագիծը ձախողվել են ֆինանսավորման, գործառնական և առհասարակ հետևողականության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս ամենը տեղի էր ունենում հոկտեմբերի 2-րդ շաբաթավերջին, երբ մայրաքաղաքում անցկացվում էր երկու կարևոր իրադարձություն՝ Երևանի հիմնադրման 2807-ամյակը և ինչն ավելի կարևոր է, Digitech տեխնոլոգիական համաժողովը։
այսինքն հրդեհը տեղի է ունենում հենց այն շաբաթ, երբ Երևանում էին հավաքվել ՏՏ ոլորտի առաջնորդներ աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև Հայաստանից, եւ բոլորը շնչում էին այդ թունավոր ծուխը։ Եվ այստեղ նրանք տեսան մի երկիր, որը պատրաստվում է այս տարի գրեթե 3 միլիարդ դոլարի ՏՏ ծառայություններ արտահանել, բայց որի ղեկավար դասը փաստացի չի կարողանում լուծել 19-րդ դարից մնացած խնդիրը։ Լուծումն իրականում դժվար չէ։ Այն պահանջում է իշխանությունների կոմպետենտությունն ու քաղաքական կամքի առկայությունը, նաև հանրային ճնշում։ Այս ամենն ավելի ծիծաղելի է դարձնում այն, որ Միացյալ Նահանգների մեծ մասում թափոնների եւ աղբի վերամշակման ոլորտը տասնամյակներով վերահսկում են հայերը։ Արդյոք այդքան դժվար կլինի ներգրավել այդ մարդկանց, որպեսզի մեզ օգնեն լուծել այս խնդիրը։ Այժմ անդրադառնանք հաղորդման վերջին թեմային։ Շաբաթվա կարևորագույն նորություններից մեկը վարչապետի եւ նրա կաբինետի կեսի մասնակցությունն էր Հովանավանքում Կիրակնորյա պատարագին, աջակցելու տեղի քահանաներից մեկին, որը կարգալույծ է հռչակվել եկեղեցու ղեկավարությանը քննադատելու համար։ Վարչապետի այցն իրականում անտեղի սադրանք էր։ Նրանց համար, ովքեր իսկապես կարծում են, թե վերջին օրերի գլխավոր նորությունը դարձած գյուղական հայտնի քահանան ինչ որ առաջադեմ այլընտրանք է եկեղեցու ներկայիս կոռումպացված ղեկավարությանը, պարզապես կարող են դիտել հետևյալ տեսանյութը։ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում եւ սխալ չեմ համարում։ Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Ռամզան Կադիրովը, որի մասին նա խոսում է, Չեչնիայի հանրապետության անմեղսունակ առաջնորդն է։ Գուցե բոլորդ ակնկալում եք, որ այս պահին ես ձեզ կպատմեմ այս շաբաթա վերջին Հովանավանքում տեղի ունեցածի մանրամասները, բայց ես դա չեմ անելու։ Եվ գիտեք ինչու, որովհետև ինձ դա պարզապես չի հետաքրքրվում, եւ լավ կլինի, որ ձեզ էլ չհետաքրքրի։ Վարչապետի մարմնի ինտիմ հատվածների կամ վեհափառի սեռական կյանքի շուրջ քննարկումները բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս մեր բանակի, կրթական համակարգի բարելավման, փախստական մեկ ընտանիքի բնակարանով ապահովելու կամ մեր պատաններին Բաքվից հետ բերելու համար։ Մեր երկրում մարդկանց մեծ մասը ցանկանում է, որ պետությունը չխառնվի եկեղեցու գործերին։ Եկեղեցին էլ իր հերթին ոչ խառնվի քաղաքականությանը, ոչ էլ բիզնեսով զբաղվի։ Ուստի ես բոլորին ասում եմ, ժամանակն է հասունանալ, դադարել վատնել մեր ժամանակը եւ մեզ հիմարի տեղ դնել։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Shut up, just shut up, shut up, shut up, just shut up, shut up, shut up, just shut up, shut up, shut it up, just shut up, shut up, shut 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 it up, just shut up, shut up.